Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, առանձնապես ողջունում եմ մեր սիրելի ընդդիմադիրներին, բոլորին, ուրեմն տեսեք, անդրադառնանք մի քանի Նիկոլի թեզերին, սկսենք 90%-ից, որ երեք կառավարության նիստում այս թուրքը ասում էր, որ 90% հայերը իրեն են ընտրելու, այսինքն դեռ ընտրությունները ու քարոզարշավը չսկսած, ինքը արդեն կեղծում է ընտրությունները, խաբում է մեր հայրենակիցներին, ինչու՞ չէ նաև ուզում է ցույց տա ընդդիմադիրներին, որ գիտեք ինչ կա, դուք շանս չունեք, ես 90% ձայն եմ հավաքելու։ Բնականաբար ինքը խաբում է, որովհետև 90% հայերի աջակցությունը չի կարա թուրք Նիկոլը ունենա, դա նորմալ չի ու անհնար է։ Ինքը անգամ այն ժամանակ, երբ որ խաբում էր մեր հայրենակիցներին 21 թվականին, որ գերիներին վերադարձնելու էր, որ իր քարոզարշավի շրջանակներում նշում էր խոստումներ էր տալի, որ բոլորի կյանքը բարելավելու է, 3 միլիոն վարչապետեր ավելի լավ են ապրելու, պարզ է, որ ինքը սովորական սուտասան կեղծավոր մարդ է, ով որ բացի ուտելուց ու ինքը որկրամոլ է, ով կարա ուտի մեր հայրենիքից մաս, կարա ուտի մեր բյուջեն, մեր հարկերը, հայերի կյանքեր կարա ուտի, ինքը ուտելու մասնագետ է, ինքը չի կարա տանի հայ ժողովրդի 90% ձայներ, բայց ինքը հենց հիմիկվանից կեղծում է։ Ուզում ասի, որ գիտեք ինչ կա, դե 90 կասենք, 80-ը համոզենք, 70-ի տակ կստորագրենք ու վերջի վերջո մենք կվերընտրվենք ու շարունակենք ուտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փողերը եւ վերջի վերջո Հայաստանի Հանրապետության տարածքները։ Մյուսը, ուրեմն պետք է Նիկոլ Փաշինյանին հիշեցնեմ, որ առանձնահատուկ իր համար նշեմ, էլի, ադրբեջանական ԶԼՄ-ները առանձնացրել ենք մենք 147 անգամ օգոստոսի 8-ից հետո, երբ որ այսպես կոչված խաղաղություն կոչվածը իրենք ստորագրել են անհասկանալի ստանդարտ թղթի վրա, ինչ որ ոչինչ չասող թուղթ է, որտեղ խաղաղության մասին է։ Արևմտյան Ադրբեջան թեզերն է շրջանառվում Ադրբեջանի Հանրապետությունում, որ Հայաստանի Հանրապետությունը իրանց համար արդեն Արևմտյան Ադրբեջան է, ուղղակի սպասում են հունիսի 7-ը անցնի, Նիկոլ Փաշինյանը ընտրվի, որ արդեն առանց տանկերի ոտքով գան։ Պետք է նաև հիասթափեցնեմ Նիկոլին ու ադրբեջանցիներին, որ դուք երբեք ոչ քայլելով, ոչ տանկերով, ոչ Երևան եք հասել, ոչ էլ ինչ-որ հայկական տարածք։ Նիկոլ Փաշինյանը ձեզ հանձնել է Արցախը, սկուտեղի վրա տվել է, 5 միլիարդն էլ վերցրել է։ Նենց որ դուք երբևիցե ոչ մեր հաղթած նախագահներին եք կրել, ոչ էլ կարանալու եք երբևիցե հասնեք այնտեղ, որտեղ որ մենք ժամանակին եկել ենք ու հասել ենք։ Ու պետք է նաև հիասթափեցնեմ Ալիևին, թող ինքը երկար ապրի, որ մեր սերունդը եւս իրան հաղթի, ոնց որ հաղթել են մեր 3 նախագահները իրան ու իր հորը, որ մեռնի էթա սատկի, հորը պատմի, որ հայերը տենց էլ պահեցին Արցախը, հայերը տենց էլ պահեցին Հայաստանի Հանրապետություն ու հայերը մինչև վերջը հանձնվեցին։ Մենք էլ ուղղակի սատկեցինք, գնացինք, ոնց որ պետքա լիներ։ Նենց որ դուք կյանքում չերազեք, ձեր տուզը Նիկոլն է, իսկ մերը Գարեգին Նժդեհն է, մերը հերոսներն են մեր Ռոբերտ Աբաջյանն է, նենց որ մեր հերոսները ձերի հետ մի համեմատեք, Ադրբեջանի հերոս կարա համարվի Նիկոլ Փաշինյանը, բայց մենք ունենք մեր հերոսները, ու մենք դեռ ունենալու ենք այն նոր հերոսներին, որոնք հայտնվելու են ճիշտ պահին ճիշտ տեղում, ու մենք ունենալու ենք եւ մեր Արցախը, եւ արժանապատիվ խաղաղություն։ Իսկ դուք այդ երազները, որ տեսնում եք, այդ երազները մի օր ավարտվելը ուղղակի երազախապ եք լինելու։ Այդ ձեր համար ի գիտություն։ Հաջորդը Իրանի հետ կապված բնականաբար իշխանությունները լռում են, որովհետև իրենց համար էական նշանակություն չունի, որ հարևան երկիրը պատերազմի մեջ է, պետք է արձագանքել, չգիտեմ, ինչ որ մի կերպ կենթանության նշաններ տալ, որ մենք էլ գոյություն ունենք որպես այդպեսին այս տարածաշրջանում։ Դե բնականաբար ձեր լռությունը ինչ որ գին ունի, երևի ձեր տերերը ասել են, որ պետք չի արձագանքել, մի հատ հասկանանք ինչ ալնում, իրանք ներ կուսակցական քարոզարշավով են զբաղված, իրանց համար ավելի կարևոր է մի հատ բոմժանոց հավաքեն, մի հատ ավտոբուս ստեղծեն, վրան սրտիկներ նկարեն ու գնան մարզեր ժողովրդին համոզեն, որ ամեն ինչ նորմալ է, մենք ասֆալտ ենք անում, մենք թոշակներն ենք բարձրացնում, մեզ ընտրեք, որ ավելի լավ լինի։ Բնականաբար դուք ստում եք մեր հայրենակիցներին ու այդ սիթքոմը, որ նկարում եք ուրախ ավտոբուսը, որ ամեն ինչ նորմալ է, ուրբաթ շաբաթ կիրակի Նիկոլը ելավ մարզանքի, մենք բոլորս հասկանում ենք, որ ձեր մոտ այնքան խղճուկ վիճակ է, որ գնացել եք մարզեր, որ ժողովրդին երրորդ անգամ խաբեք։ Էն էլ երրորդ անգամ խաբեք ինչի համար, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա։ Եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի,
հունիսի 8-ին էլ Սյունիք չենք ունենալու։ Ու ես դա չեմ ասում որպես սպառնալիք, ես դա խորը ցավով եմ ասում, որ մեր հայրենակիցները երկու անգամ խաբվեցին Նիկոլին ու իր թեզերին։ Ու այն թեզերից մեկը որն է, որ ասում են, այ գիտեք ինչ կա, բա որ Նիկոլը չընտրվի, նախկինները գան։ Մենք նախկինները հասկանում ենք հաղթանակները, մենք նախկինները ասելով հասկանում ենք Արցախյան ազատագրական պայքարը, որտեղ որ կզծրել են Ալիևին ու բոլոր ադրբեջանցիներին ծերից ծեր։ Այն նախկինները, ովքեր որ գնացել են, բանակցել են Ռուսաստանի Դաշնությունում, Բրյուսելում ու մնացած տեղեր, այդ նախկինները, որ Ալիևին անգամ բանակցությունների ժամանակ կզսնում էին, ինքն էլ ասում էր 16 թվականին, որ փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչեմ Արցախի ինքնորոշումն ու անկախությունը, այդ նախկինների մասին է խոսքը, որ նախկինների, որ արժանապատվորեն բերել են խաղաղություն, որ երկիր են սարքե, բանակ են կառուցե, մենք ունեցել ենք այնպիսի բանակ, որ ամենամարտունակն եղե ու 2016 թվականին դա ամրագրվել է։ Նենց որ այդ նախկիների մասին խոսալուց պետք չի վերցնել այդ ձեր թեզերը, վայ գիտեք ինչ կա, սենց կլինի, նենց կլինի։ Առանց պատերազմ հաղթանակներ չի լինում։ Հենց որ նախկիններին մի կապեք պատերազմի հետ զուտեն սկզբունքով, վարայ գիտեք ինչ կա, ասում է Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե մենք չընտրվենք։ Բայց ով է ասում, որ մենք պատերազմով չենք Արցախը ազատագրել։ Ով է ասում, որ մենք պատերազմով չենք, մեր պատմական հայրենիքը պայ է, որ հիմա ունենք Հայաստանի Հանրապետություն։ Այդ դուք որ թուղթ ու գրիչով պատերազմ եք պարտվում ու հանձնում, էդ է ձեր ուզած պատերազմը, կամ դուք սպառնում եք հայ ժողովրդին, որ հանկարծ մենք չընտրվենք, կարա պատերազմ լինի կամ Հայաստանի Հանրապետություն չլինի, դուք ընտրվեցիք 18 թվականին, Արցախը կորցրեցինք, 2023 թվականին արդեն վերընտրվել եք, ամբողջությամբ հայաթափվեց Արցախը, ունդեղ հիմա խաղաղ է, ուղղակի հայեր չեն ապրում, դրա համար անդեղ խաղաղություն։ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում էլ է պետք որ խաղաղություն լինի, բայց առանց հայերի։